Դու չգիտես երբեք ինչ կլինի քեզ հետ հենց մի վայրկյան հետո Դրա համար ապրիր ուրախ ու երջանիկ քեզ տրված կյանքը քո Դու հարաբարիքներ թե լինեն կարիքներ կյանքի ճանապարհին Անցնի 100 տարի մեկ էլ չի առնի երբեք ոտքդ քարի Ամու հոտով կյանքը այնքան Քեզ հասնու վայելել անգամ Ամու հոտ ունի ամեն օրը Միայն ժպտադու կարևորը Կյանքը քաղցր է երբ մարդ ունի իր կողքին Ընկեր ու բարեկամ Որ քեզ համար գիտես թե պետք լինի անգամ Իրենց կյանքն էլ կտան Այս աշխարհն էլ անցնի, սերը միշտ կմնա, չմոռանաս երբեք Սիրո մասին պիտի ամեն մի առիթի իրար համար երգենք Ինչ հիվանդություն, ինչի մասին է խոսքը Պարզ չի, շատ ոտ հիվանդություն, անբուժելի Շատ կարճ ժամանակ մնացել Ան Չեմ հավատում Ասա որ դու Չէ, իմ մասին չի խոսքը Այված վաղից Կներես, Ան, որ շուտ չասացի, որ իմ մասին չի խոսքը Բան մասին է Արդեն կարևոր չի, Ան Կարևորը, որ իմացար իմ մասին չի Չէ ասա, հենց հիմա ասա, թե դու ուղղակի հորինեցիր, որ Արման ում համար այդ տեղը Ան Ում համար է, ասա, ում համար այդ տեղը Մայստրոյի Հա Ոնց Մայստրոյի համար է Մայստրոնի ոնց Հա Յան պետք է այդ դեղը, որ մի քիչ ցավերը թուլացնի Մայստրոնի հիվանդը Ինչի ասենց անորդար ես կյանքը Հենց պետք է մայստրոյի հետ լիներ Ինչի Կան մարդիկ, որ արժանի են դրան Չէ Ան Ոչ մեկ արժանի չէ հիվանդությանը հավատա Դրա համար չեմ ուզում Հակի մայստրոն ենքան բարի, ենքան նուրբ հոգի ունի Ոնց կարար իրա հետը տենց բան լիներ Հանգստացի անխնդրում եմ Բա ինչի շուտ չէիր ասում Մայստրոն չէր ուզում Դրա մասին գիտենք ես ու Կոլյան Արևս, բայց ես հո օտար չեմ Ես իրանց ճանաչում եմ ենքան ժամանակ, ինչքան քեզ եմ ճանաչում Հիշում ես մեր առաջի հանդիպումից Եկ միշտ մեր հետ էին Հիշում ես ինչից խոսում էինք, մի անգամից կողքներս էին հայտնվում Ասացի ջուր եմ ուզում եկել մայստրոն ջուր բերից Հետո դու ասեցիր պետք է ծաղիկ բերեի Կոլյան ծաղիկները հայտնվեց Ինչքան վատ բան է, չէ, որ գիտես Կարճ ժամանակ հետո հարազատների դեր չես տեսնելու Ես պետք է տենամ իրան Պետք է խոսեմ հետը Չեմ ուզում, որ հուսահատվի Ամեն ինչի համար հիմա միջոց կա Պետք է բուժվել Լավ էլի կյանքս, որի այդ հիմա այդ մասին խոսում են, չէ, ինք ավելի անեղվում Ճիշտ ես Մարդուն չի կարելի անընդհատ իր հիվանդության մասին հիշացնել Դե նենց էլ չի, որ մարդ կար այդ հիվանդությունը մոռանա Գնամ ջուր բերեմ կյանքս
Արտյոմ, Լիկային կկանչես։ լսի մի քիչ լավ չի զգում։ Ինչ ա եղել։ Դե նկատի ունեմ դրամ չունի։ Թին, ես եմ ասել, որ Ջոմը գա, ուզում եմ խոսենք։ Լավ դե, եթե ուզում եք ներս եկեք։ Չէ, մենք էստեղ կխոսենք ապրես։ Ուզում եք դրամդ բարձրացնեմ, ես քեզ։ Ես էլ։ Ապրես։ Լավ ինչի ես սենց խառնված։ Ձյաձ Արմանի ասածը քիչ, հա։ Հա, բայց կարող ես խալ ինֆո է։ Ինձ թվում է ձյաձ Արմանը չճշտած բաներ չեր ասի։ Չեր խաղա իր աղջկա երջանկության հետ ինչ որ բամբասանքների պատճառով։ Իսկ ինձ թվում է, որ մի բան լիներ, Լիկան այսքան ժամանակ նկատած կլիներ։ Հնարավոր չի ոչ մի բան չտեսներ, ոչ մեքենայի մեջ, ոչ պահվածքից, չգիտեմ։ Խոսացիր հորդ հետ։ Կիսատ բրատ, մամային եմ ասել։ Ինչի համար։ Որովհետև մամաս իրավունք ունի իմանալու, որ իրեն դավաճանել են։ Վաբշե քո գործը չէր, պետքա չասեիր։ Նենց չի հերդ իմ հանդեպ ճիշտ քայլեր անում, բայց դե իրան պետքա պաշտպանեմ։ Բայց Ջոմ, Լսի, իմ վրա չֆրցնես նորից։ Հիմա տղամարդ է, մի օր էլ մի բան կարա անի, ինչ։ ոչ մի սիրող ու իր կնոջը հարգող տղամարդ չի դավաճանում։ Իրանք այդ դեպքում դավաճանում են ոչ միայն իրենց կնոջը, այլ նաև իրենց ու իրենց ընտրությունը։ Հա, ոբշե ճիշտ ես ասում, բայց հիմա լավ կլինի, որ բաժանվեն։ Այսինքն, սենց ապրելն է, ճիշտ։ Խաբեության մեջ, որ դու սենց ես խոսում, ես արդեն վախենում եմ։ Կյանքս ես մեզ չի վերաբերվում։ Հետո նորից եմ ասում, այսքան տարի իրար հետ ապրել են, կյանք են կառուցել։ Դու ուզում ես հիմա այդ սաղ վերան, հա։ Որ պապաս լսեր սենց ես խոսում, կարծիքը կփոխեր քո մասին։ Ոչինչ, օրը կգա ինքը ինձ կճանաչի։ Երկար խոսեցին, չէ։ Կարողա գնամ Լիկային ասեմ մամա զանգում կանչեմ։ Ինչի բայց։ Լսի, չգիտեմ, շատ վախեցա։ Այս նարկոտիկի թեման իմ համար շատ վախենալու է։ Եթե Տյոմը իսկականից տենց է, ուրեմն Լիկան պետք է իրանից հեռու մնա։ Կամ գոնե իմ տանը չհանդիպեն։ Լիկ գնաց։ Ասացիր պապայիդ ասածների մասին։ Չէ, չկարողացա երեխեք։ Չէի ուզում Տյոմին նեղացնեի։ Առանց դել պապայիս հետ լավ հարաբերությունների մեջ չի մի հատել։ Լիկ, իսկ եթե պապա ճիշտ է։ Ճիշտ չի, Թինա։ Կլինի ես հոպարը մնաստեղ։ Կյանքս ինչի չես բարգում։ Չեմ ուզում քեզ մենակ թողնել։ Պատկերացնում եմ քեզ հիմա ինչքան դժվարը քո մանկության ընկերն է։ Ինչքան կապված եք իրար։ Իրոք շատ դժվար է։ Պատկերացնում եմ Գոլյան ոնց է խառնվել իրար։ Դե ամեն ինչ անում է, որ ցույց չտա։ Որ խառնված է յար։ Արմ, գիտես ինչ էի մտածում։ Ինչքան վատ է, որ մայստրոն ոչ ընտանիք ունի, ոչ երեխա։ Դե գոնե կիմանար, որ իրանից հետո այս աշխարհում շարունակություն է թողնում։ Դու մտածում ես, որ ինքը երեխեք ունենար ու սիրած կին ու իմանար, որ 2 ամսից իրանց էլ հավերժ չի տեսնելու։ Այդտենց ավելի լավ կլիներ։ Ոնց 2 ամիս։ Արմ այդքան քիչ են տվել։ 2 ամիս։ Անտեն ժամանակ մարդ սկսում է իր ամեն օրը երկարացնել։ Սկսում է գնահատել ամեն առավոտը, ամեն երեկոն, ամեն հանդիպումը։ Պատկերացնում եմ։ Չէ, ես չեմ ուզում, որ դու այդ պատկերացնես։ Այդ պատկերացնելու չի։ Արևս, դու մի մտածի,
Մենք մայստրոյի կողքին կլինենք, ամեն ինչ կանենք, որ ինքը իրան լավ զգա, որ ինքը իրան երջանիկ զգա։ Մենք կթեթևացնենք իր վիճակը։ Ապրես։ Յանտանիկ, լավ էլ ստացեք։ Հա, տղես։ Մամես ինչ ես լացում։ Բաբաման ինչի է հուզված։ Շատ լավ է, որ մամայիդ պաշտպանում ես։ Բայց ես մամայիդ չեմ նեղացրել։ Մամա խես լացում։ Տղես ուղակի տխուր բաներից էինք խոսում այդքան բան։ Մամա հաստատ։ Հա, մի քիչ հուզված էի։ Ոստատանը մեծ որ վերջին չեղավ։ Ասացիր։ Դո չէ, պապ ջան, այսօր չստացվեց, բայց եկուց հաստատ ես հարցը գցելու եմ տեղը։ Քո խոսքերն է եկա օգնել ապրես։ Բայց դա վաղը զանգի ինձ։ Չէ, լավ է, մերսի։ Վաղը արդեն ես ինքս ինձնով կանեմ ինչ-որ պետք է։ Լավ դե ես գնացի պարկելու, դուք էլ տենց հուզիչ բաներից չխոսեք։ Բարի գիշեր։ Այդ ինչ էր եղել։ Հենրին սիրած աղջիկ ունի։ Գիտեմ Լիկան ասել է։ Պարզա։ Լավ աղջիկ է։ Խնդրում եմ լավ կընդունեք։ Նենց ես ասում, ոնց որ դու այստեղ չես լինելու։ Համել ինչ գիտես լավ աղջիկա։ Դե տղուս վրա չեմ կասկածում։ Արմ գիտես ինչ էի մտածում։ Երբ որ սենց բաներ ես լսում մարդկանց մասին, սկսում ես գնահատել են ամենը ինչ որ ունես։ Ճիշտ է, վատ բան եմ ասում, բայց ինչ լավ է, որ մենք իրար ունենք։ Կյանքս մի հատ բան ասեմ միշտ հիշի։ Ես քեզ միշտ սիրելու եմ։ Միշտ։ Ոնց որ մեր առաջի օրը։ Ես էլ քեզ։ Իսպասեք նկարեմ։ Վերջ։ Ես տեղի ամենից շատ եմ սիրում։ Ես էլ շատ համովա։ Մի հատ խոսամ գամ երեխեք։ Պահ, մեզնից առանցին խոսալու բան ունի։ Քո ինչ գործ։ Հա, մամ։ Ծաղիկս ո՞նց ես, ուր ես։ Լավ, եկել ենք երեխեքի հետ կոֆե խմելու, հետո էլ գնալու ենք դպրոց։ Պարզա, քանիսին տուն կգաս։ Մամ, ես այսօր էլ Թինայից տանը կմնամ, մինչև դու ու պապան խոսակ ու իրար հասկանաք։ Արևս այսօր անպայման տուն կգաս, պապան ներեք նեղված էր քո մասին էր հարցնում։ Չէ, մամ, չեմ ուզում տուն գամ, մինչև դու ու պապան չհասկանաք իրար։ Լիկա, ես խոսել եմ հետը։ Մայստրոնի ծանր հիվանդ է, պապան բժշկուհուն է հանդիպել։ Անպայման կգաս տուն։ Մամ, մայստրոն հիվանդա, պապան է իր բժշկի հետ հանդիպում։ Բալես կգաս կպատմեմ, պապայի մոտ ընկերը ծանր հիվանդ է հիմա։ Իրան սփորթ է պետք։ Նենց որ տուն արի։ Հաստատ, մամ։ Բայց Լիկա, պապա թո չի խափում։ Անպայման տուն կգաս, որ տան խաղաղությունը վերականգնենք։ Հա, ճիշտ ես, մամ։ Լավ կգամ։ Երեխեք, այսօրվա պլանները քենսել։ Տուն ես գնալու։ Լավ էլի, իրիկունը որոշել էին կինո նայեինք։ Չէ, երեխեք, մաման ճիշտ է ասում, մեր ընտանիքի խաղաղությունը պետքա վերականգնենք։ Սաղ աշխարհը խառնվել է իրար, իրանք իրանց տան հարցերն են լուծում վիճելի։ Հիմա այս դաշնամուրը ու այն դաշնամուրը նույն ձենն է հանում։ Այո, նույն ձենն է։ Հաստատ։ Պախանին արև նույնը չի։ Երևի լարել է պետք։ Ալար էլ պետք չի է, մի լարեք է ժողորդին իրար դեմ, արանցեն էլ տիք անում, լի որ մարդ չի ներս մտնում։ Լարել է, երաշտական ծերն է։ Էլ լավ, ամեն դեպքում ճիշտ չի, լի։
Մայստրոն ստեղին է շատ կնեղանար։ Գյումշը նա երաժշտություն հարգող մարդ է։ Լավ, ամեն դեպքում մի քիչ կթուլացնեմ լավացությունը։ Ապրիս, good job։ Տղեր ջան, բարև ձեզ։ Ստարասկուն։ Լավ։ Ո բան չի եղել։ Չէ, Արման։ Ուղղակի գործիքներն իրար դեմ ալարում։ Ես ասում մի շլարվածությունը թուլացրու։ Ճիշտ է, ես քեզ այդքանը չեմ կարող բացատրեմ։ Դրա համար ասում, այո, կոլիկ ջան, դու ճիշտ ես։ Ախպեր, վրոդի հայերեն բաներ ես ասում, բայց բաբշե գլուխ չեմ գալ ինչ ես ասում։ Լավ է թե չէ։ Բա ուր է մայստրոն։ Արաբոտ զանգեցած ես պետք է գնամ դաշնամուրի խանութ։ Հալի, ես էլ տիգիդեի, բա ուր է, եկալ չի։ Դու գիշերի արը չեք եղել։ Ինչ խոսում Արման։ Ո՞ց է իրարն հետ։ Ես դա մայստրոն, ինչ ես ասում ախպեր, իրարն հետ։ Կարակ ես դու արա։ Այս կրակ չմես ջրոս եմ, բայց դու ինչ ես ասում։ Արա հոդու ոչխար չես։ Զանգեցես ուր է մայստրոն։ Ալո, մայստրո, շտաղաս դու։ Արա գիտես չէ, արդեն մեզ իրար հետ ենք կասկածում, ճոկում ես ինչա կատարվում։ Հիմար մի խոս արա։ Բա ինչ։ Ես Արմանստանն եմ։ Ոնց Արմանի տանն ես։ Մի րոպե խոսում Արման։ Այո, պայմանավորվել չենք, որ գաս դաշտամուրի խանութ մի երկու գործեր ունենք, անենք, հետո պիտի գնայինք։ Խոսում լի Արման բա։ Գիտեմ, բայց Աննան զանգեց, ասեց, որ գամ այստեղ։ Աննան զանգեց։ Հլտուր։ Մայստրո։ Հա, Արմ։ Ինչ ես մեր տանը, Աննանա կանչե։ Հա, զանգեց, ասեց, որ գամ դեր դու։ Հա, ես էլ եկել եմ, ինքը հիմա խոհանոցում է։ Ասեց սպասի հիմա։ Ես սպասում եմ ես էլ։ Հա, ի՞նչ է կատարվում, հա։ Մայստրո, լս ինչ եմ ասում։ Աննան ինչ ասում է գլխով ես անում եւ համաձայնվում ես։ Արման, մի դու Այո, բերա, մի րոպե։ Արմ ջան, շատ վիճելի բան ես ասում։ Աննան իմ քուրն հարց չկա, բայց ամեն ինչի հետ համաձայնվել է իմ սկզբունքներին դեմ է։ Արա ապուշացել ես, ինչ ասում են, արա գալիս եմ։ Ապուշացած ես դու արա ինչ ասում ես դու արա լի։ Նորից Ինչա պատահալ Արման։ Արի ճամփին կասեմ, արի շուշ տա։ Բայց ինչ ապուշացալ, հա։ Բա ինչ արե։ Սպասում էի, որ սա ներծծվի, նոր բերեմ։ Հա, թող ներծծվի։ Ահա, արդեն պատրաստ է։ Սա էլ մեզ։ Ես գիտես ինչ առողջ բան է, բոլոր հիվանդությունները բուժում է։ Մայստրո ջան, ոնց ես։ Աննա ջան, շատ լավ եմ, շատ։ Վայ, ինչ լավ է, որ տես դրական ես տրամադրված։ Այ տենց մարտական եղի միշտ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Վիճակը թանի, շոկ չի։ Աննա ջան, դու հիշում ես չէ ես Արմանի լավագույն ընկերն եմ։ Ոչ չեմ հիշում։ Դու գիտես մենք քեզ ոնց ենք սիրում, ու ինչքան շատ ենք սիրում։ Բայց մտածում էի Կոլյայի հետ կգաս։ Չէ, Կոլյանից խանութում պիտի սպասեր, ես էլ կարծեցի Արմանը տանն է, եկա տանը չի։ Չէ, գործը գնաց, գործեր ուներ։ Խմի մայստրո ջան։ Բայց ես ծարավ չեմ։ Բայց որ ծարավ լիներ ջուր կտայի, սա չի տա։ Ես գիտես ինչ է։ Սա առողջության ռումբ է։ Սա մեջ գիտես ինչ վիտամիններ կան, ինչ օգտակար բակտերիաներ, մինչև բջջի մակարդակ սնուցում է։ Հա։ Չախորժելի, այսպես տեսք ունի։ Բա ինչ էլ համով է, մեր կենացը։ Ասա համով է։ Մինչև վերջ։ Շատ ապեղ է։ Ես խմի հեսա մի հատ էլ եմ բան սարքելու, հետ էլ կխմենք։ Արման, քեզ մի բան եմ ուզում հիշացնեմ, որ երկու ամիս ունես ապրելու ախպեր, նենցա որ մի արագացրու էլի այդ ժամերն ու օրերը, հանգիստ քշի։ Հիմա ինչ ասում եմ, Կոլյա ուշադիր լսի, որտեղ վեր չեմ գրկանալու։ Լավ, ասա։
Ինձ տեսել է Լիկան բժշկու հետ կաֆեում։ Օրո, բժշկուտ հետ։ Օրո, բայց դու տենց բաներ չունեիր, էլի Լևի, Մեվի, հասկանում եմ, ախպեր, որ քիչ չմանացել քեզ, ուզում ես ամեն ինչ տեսնես, ամեն ինչ փորձես, հասկանում եմ, Արման։ Ախպեր, բայց կարելի է մի քիչ տալդա մալդա տեղեր գնալ, էլի հոթելա, մոթելա, հին գիտեմ։ Դե միլեսարա մեր մեջ ոչ մի բան չկա, դեղ էր պետք վերցնել։ Լիկանն էր սխալ է հասկացել, գնացել է մորն ասել է։ Մեն էլ դրեց դեմս, ստիպած ասացի, որ դեղի թեմա կա։ Վայ, Աննաս իմացել է, ոնց տարավ։ Հենց հարցնել է տա, որ չեմ ասա, ես եմ հիվանդ, ասել է, որ մայստրոն է հիվանդ։ Ոնց, մայստրոն էլ է հիվանդ, ախպեր։ Չի արա, արդեն վրես ազդում ես, Աննային խապել եմ։ Հա, խապել ես։ Բայց չեմ հասցրել մայստրոյին զգուշացնեմ, հասկանում ես։ Արա, ես ջոգի, հենց հիմա քշի տուն, արագ։ Քեզ ինչ եղավ արա։ Մայստրոն ձեր տունն է, որ խոսք մոս գնաց չէ, բացվելու է ամեն ինչ պատմի, ամեն ինչ դուզգա ջրիր ես, գաց դու։ Վայ հորս սարև, կոյլա դու միշտ ցենց ես եղել, թե տարիքի հետ սրվել է։ Խի ախպեր։ Էս այնքան առողջարար բան է, իմ ռեցեպտով եմ պատրաստել։ Ես սրա պատենտը հանելու եմ ու վաճառեմ, մայստրո ջան։ Մեջը ոչ ալյուր կա, ոչ շաքար կա, մենակ նեխուրա, մաղադանոսա ու ավոկադո։ Կեր։ Շատ հետաքրքիր բաղադրատոմս է։ Կարծես թխված կա բանջարախենային սալատ լինի։ Կեր։ Չէ, ես կերել եմ արդեն։ Էս քեզ համար, հատուկ քեզ համար եմ պատրաստել։ Կեր։ Ասա համովա։ Շատ համեղ է։ Մայստրո ջան, ես քեզ հատուկ եմ այս ժամին կանչել, որ Արմանը տանը չլինի, թե չէր թողնի։ Իսկ եթե Արմանը չեր ուզի, ավելի լավ է չանենք։ Բայց դու նույնիսկ չգիտես, թե ինչ ենք անելու։ Դե եթե Արմանի սրտով չի, լավ կլինի Հաննա ջան չանենք։ Լավ էլի, մայստրո ջան, 20 տարուց ավել իրար ճանաչում ենք, հարազատ մարդու պես ենք, մի ընտանիք։ Դե հա։ Գուցե Կոլյան։ Կոլյան էլ, բայց խնդրում եմ, լսի ինձ։ Հաստատ քեզ համար լավ է լինելու։ Հա, հանվի գալիս եմ։ Ես ինչ քեքի մեջ ենք։ Մայստրո, ասեցի հանվի, հակի սրանք։ Աննա ջան, ես ես չեմ հակնի։ Մայստրո ջան, դե հիմա ծունկդ ուղի, 40 աստիճան, մի մտածի մի քանի անգամից հետո հեշտ կանես։ Պաստորեն ես մի հակորը չի։ Չէ, ինչ ես ասում, փոխի ոտքդ։ Ես չես պատկերացնում, գիտես ինչքան օգուտ է քեզ, այսինքն արյունդ շրջանառվում ամբողջ օրգանիզմում, ամբողջ բջիջներդ սնուցվում են։ Յա, ես ինչ ես ասում։ Իսկ Աննա ջան կներես մի բան հարցնեմ էլի։ Ինչի հենց հիմա պիտի այդ բջիջները սրուցվեն։ Ոնց ինչի։ Որ օգնեմ քեզ։ Այնքան գոհ եմ ձեր պատուհաններից ու դռներից, ստարթին պրոֆեսիոնալ բծախնդիր աշխատեցին։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ գոհ ես մնացի, աբո ջան։ Պետք լինի գիտես, պատրաստ ենք։ Գործընկերս Արմանը ինքն էր ուզում իր տան համար ձեր պատուհաններից ու դռներից տեղադրեր։ Չգիտեմ եկել է թե չէ։ Հա, զանգել էր Արմանը, պետքա գար մանրամասը խոսենք։ Ուրեմն կգա։ Աբո ջան, արի գնանք օֆիս, համ կոֆե կխմենք, համ եկը զրուցենք։ Սիրով, բայց տղես հասը։ Թողենք մի ուրիշ անգամ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բա։ Լավ, աբո ջան, ես ներսում եմ օֆիսում, մի բան պետք լինի համեցեք։ Շատ բարի։ Հոբան չէ։ Չէ, բա։ Մի հարց ունեմ, կոնկրետ հարց։ Ինչ կա ուզում ես գնանք մեր օֆիս նոր խոսանք։ Չէ, տեղը կարևոր չի։ Ուզում եմ իմանամ իմ թիկունքին ես Լիկայի հարցով։
Ինչ հարց։ Պապ, ես չեմ ուզում ժամանակ կորցնեմ։ Արմանն էլ Լիկայի վրա շատ է ազդում։ Իրանց տանն է ինչ-որ խառը վիճակ է։ Ինչ վիճակ։ Եսին։ Ոբշեմ ես ու Լիկան Արմանին ուրիշ կնոջ հետ ենք տեսել, Լիկանը գնաց է մորնա պատմը։ Կնոջ հետ։ Հա էլի։ Արմանից չեմ հավատում դες բան։ Բա, Արմանն է սուրբ, հա։ Այդ մեր գործը չի, այդ իրանց գործն է։ Հիմա ինչ ես ուզում դու։ Ուզում եմ, որ գնանք Լիկայի ձեռքը խնդրելու։ Տղես, Արմանը հստակ մերժել է ինձ էլ, քեզ էլ։ Հիմա ինչ ես ով գնանք աղջկա ձեռքը խնդրելու։ Չգիտեմ, գնա խոսա այդ, ասա որ գալու ենք, համոզի։ Դա անենց հարց է, որ համոզելով չի։ Այդ քո վերջնական որոշումն է։ Հա, տղես, այդ հարցը պետք է մոռանաս։ Եղավ։ Հետո չասես, ես այս հարցը լավով չփորձեցի լուծեմ։ Ինչ կա մտքի տղես։ Արա մենք քո սարերում չենք, կարող է մտքի դրել ես փախցնես։ Չէ, բա, չեմ փախցնի։ Բայց Լիկան իմ կինն է լինելու։ Անկախ նրանից դուք այդ ուզում եք, թե չէ։ Դու էլ տեսար, որ ես լավով ես հարցը ուզում լուծեի, ու ամեն ինչ անեին այնց ոնց կարգն է։ Չնայած նրան, որ գիտեի դու ինչ ես ասելու, ուզում էի վերջին անգամ քո հետ խոսեի։ Պարկի հիմա մեջ գտել, ճտացնեմ մի հատ։ Մեջքի վրա փոխում ես, այս ձեռքը տեսենց, այս ոտքը ուղիղա, այս մի ոտքը տեսենց, թեքվում ես ու ծալի։ Ես սպասեմ, մի քիչ ցավալու է։ Շատ կցավա։ Չէ, հաճելի է, բայելի։ Դիմացի, դիմախ, ջան, ջան, դիմացի, ջան, ջան, Վայ, մամունար է, որ այս ինչա կատարվում։ Վերջապես եկակ, վերջապես եկակ։ Արման ջան, դուք այս ժամին գործի չպետք է լինեիք։ Հաննա, կյանքս ինչ ես արել տղում։ Ոնց ինչ եմ անում։ Օգնում եմ մարդուն։ Օգնում, բայց ինչու մեր օգնումը տենց էլ չհասկացա։ Մայստրո, քո հիվանդության հետ կապված։ Հիվանդություն։ Բայց ես Հա, մայստրո, հիվանդստու, շատ հիվանդստու։ Մայստրո, ես Աննային ասել եմ, որ դու ծանր հիվանդ ես ու ցավեր ունես։ Մայստրո ջան, ցավերիդ համար մի հատ ընենց սմուզի սարքեմ, նեխուրով, սպանախով, մաչայով, մի անգամից կթմրի։ շատ համեղ է։ Ես մի անգամից թմրացնում եմ։ Հա, հեսա բերեմ։ Ինչ հիվանդություն, հա? Կբացատրես տեղ ինչա կատարվում։ Հեսա կբացատրեմ, մայստրո։ Կոլյա, ամենից բաղացրա։ Աննա ջան, այս տանը խոչ շատ եք սիրում, կարող է ժինգյալով հացինի։ Արա, օխ, այդտեն ես լավներ, բլոկ։ Մեկ, ահա, ոտը կող։ Դե այդքան սպասեցի Մելանին, որ գա հետը խոսեմ, մեջ եկավ։ Տրամադրվել է այսօր։ Ես կարամ զանգեմ Սեդուլին։ Հələ սպասի։ Կարող է թանք իրենց տան մոտ։ Բայց թանք ինչ անենք։ Կամ вообще ինչ իմանանք տանն է, տանը չի։ Ես որ զանգեմ Սեդուլին։ Հələ դու կայնի մուշո։ Կարող է զանգենք դուրս գա։ Բայց դուրս չի գա։ Նույնիսկ եթե դուրս եկավ կնեղվեմ, որտեվ ճիշտ աղջիկը պետք է դուրս չգա։ Բայց ինքը դուրս չի գա։ Ես կարամ զանգեմ Սեդուլին։ Արա դե ինչ ես ուզում են, երարիթա պետք որ Սեդուլին զանգես։ Տղեկ ուղակի կարամ զանգեմ հարցնեմ Մելանից, ինչի չեն եկել, մեկ էլ տենամ, եթե հարմար է, նեցանիկ հանդիպում կազմակերպենք։ Բայց դե միտք կա։ Լավ դե զանգի, տենանք ինչ ալնում։ Ուրիշ բան չգտա ասելու, ասացի, որ դու ես հիվանդ։ Ես։ Ախպերես, կներես, մտքովս մենակ դու անցար, ընկերես չես։ Քո հետ կալամ չէ պայմանավորվեմ։ Բայց Արման ջան, քո փոխարեն հո ես չեմ մեռնելու։ Մի օր իմանալու է, չէ։ Պարզա, որ իմանալու է, բայց հիմա չեմ ուզում այսքան շուտ ասեմ։ Հա, որ ասես դու ես խմելու, չէ, զզվելի սմուզիները։ Այդ զզվելի թխվածքը, այդ անմարդկային դիրքերը դու ես ընդունել, չէ։ Ուզում եք քեզ զանգես զգուշացնել, բայց Աննան ինձանից առաջ ընկավ, ինչ անեմ։ Հիմա ես ինչքան պիտի ձևացնեմ, որ այդ նեխուրն ու ավոկադոն ինձ դուր է գալիս։ Ախպերս խնդրում եմ դիմացի, ես ընես կարամ անեմ, որ Աննան քեզ չհանդիպի։ Համել ընկերս չես,
Դու չէիր ասում արա քո համար ամեն ինչի պատրաստ եմ։ Մի հատ քարավուզին չախորդ խածա չես խմում։ Ախր այնքան չեմ ուզում Աննային խափեմ, ախր քրոջս պես է ինքը։ Գիտեմ, բայց որ քո համար ասենց անհանգստանում ու ծանր տանում։ Պատկերացնում ես իմ համար ինչ կանի։ Սկաց ինչ եմ ասում, ինքն արդեն առողջացալ է։ Իկա։ Մայստրո խնդրում ինչ տակ խմես։ Բայց չէ, չեմ կարա։ Օրս տարեմ մորոժնիկ առեմ խնդրում խմես։ Օրիա, հարցը ընկերոջը առողջությանն է վերաբերում, ոչ չես հասկանում բայ։ Դե լավ ալիս գուբիրա։ Մայստրո ջան, խմի։ Ներսրա, առողջացնի սա ճարա, կոլ տուլի։ Давай։ Կլունքս։ Տես հեսա ոնց են քեզ առողջացնում։ Անուշ։ Ասա համովեր։ Նա ինչ ասաց։ Տղեկ այսօր ձև չի։ Ինչի։ Ասես Մելանը յան լավ չի զգում, այսօր տանն է մնալու, հիվանդացել է։ Ոնց թե հիվանդացել է։ Երեք լավ էր, այսօր ինչ եղավ։ Տղեկ, էդի 3 էր, այսօր է։ Գիտեք մի օրվա մեջ վիրուսը ինչ էր անում։ Դե լավ է, նա ինչ կտի անես, պետք է սպասենք դզվի էլի։ Ախպեր չէ, ես պիտի իմանամ ոնց է։ Չեմ կարող ասենց։ Բայց ոնց։ Գեթամ իրանց տուն։ Վայ, ստավմա։ Սաղ էդ կանաչ մյուսինա մեղավոր։ Կարող ատ մունչ տանեմ բժիշկի։ Չէ, Արման տղա տուն, ինձ տուն տար։ Հա Արման, ինքը հունց է ուզի տիելըրա, իրա սրտովինի։ Քեզ ինչ եղավ։ Քեզ մի հարցım տամ։ Խի ասալ ես վեր մայստրոնա հիվանդ, ասալ չես վեր ես եմ հիվանդ։ Այդ պայն մտքովս տենց անցավ։ Բախի ես չեմ անցալ մտքովդ։ Եշի։ Աննան հոգատարալ ես անշնորհակալի մասին, սմուզիներ ասարկալ, կանաչ պեները լցրալ, կերակրալա վեր առողջանա, ես որ ինի վաբշե ուրիշ ձև կխաղայի։ Սա անշնորհակալի մեկն է։ Կլինի ասենք, որ ես քեզ վարակել եմ ու ես առողջացել եմ, որ դու խմես այդ զզվելի բաները։ Հաբա, խի չէ որ։ Լավ տղեկ, Աննան կհասկանա միամի չի։ Պահա գգայս Աննային ամեն ինչ կասեմ, մի քիչ հիմա խնդրում դիմացի։ Մի քիչ որն է, 2 ամիս կա, մինչև քեզ ճանապարհենք։ Աչքիս սենց որ գնաց առաջինը ինձ եք ճամփա գցելու։ Գնամ ընդեղ, տուն տեղ տնեմ ու քեզ սպասեմ։ Ես ինչ էր այ ասում, մոզգ աշխատում չի Արման, ասում քեզ մայստրո շեշ։ Հանգիստ։ Չենք ասում։ Դսի հեսա մտածելու են արհակիչ ես։ Ադա եթե իրա մաման կամ պապան դուրը բացի, կասեմ ասա խառնել եմ։ Բայց հետո դի մտածեմ ոնց իրան տենամ։ Բայց եթե պետք է լինի, պատանից էլ ներս կմտնեն։ Արա գիժես այտենց բան չնես կմտածեն գողս։ Հետո Հելենոյը հերը Վինչեստրով քեզ խփի։ Հա լավ, ծրեք արդեն հավայ բաներ եք խոսում։ Գնացեք ընդ մի տեղ հեռու սպասեք մինչև գանք։ Սևեգա։ Ուր։ Վայքա։ Տնացի։ Հենրի, ինչ ես անում այստեղ։ Քո սիրած պիցայից եմ բերել։ Սիրում ես, չէ՞։ Ինչ իմացար։ Ես քո մասին էլ շատ բան գիտեմ։ Պիցայի համար մերսի, բայց հիմա գնա էլի մաման կտեսնի։ Հա, ոչինչ, կասես որ մշակույթի կենտրոնից քո ընկերն եմ։ Չէ, ավելի լավ է գնա կասեմ պիցայի պատվիրել բերել են։ Դե Սեդուլը ասել էր հիվանդ ես, դրա համար եմ եկել, անհանգստացա։ Անհանգստացար։ Հա, շատ։ Լավ եմ արդեն, առավոտը ինձ մի քիչ թույլ է զգում, բայց հիմա արդեն լավ եմ։ Հա, դե լավ է, հենա այստեղ էլի մի քանի բան եմ բերել քո համար։ Գաթայա, բանա, էչենի, մուրաբա, ասում են ազի համար լավ է։ Եկել ես նանիզները։
Մերսի շատ ամեն ինչի համար, բայց հիմա գնա վաղ մշակույթի կենտրոնում կտեսնվենք։ Հա, կգաս։ Կգամ։ Լավ դե գնացի։ Պակա։ Պակա։ Տղեկ։ Շատ սիրուն ռեստորան ունեք։ Շնորհակալություն, այստեղ կարող եք բոլոր միջոցառումները կազմակերպել, իսկ ինչ առիթ ունեք դուք։ Առիթ չունեմ, մեծերի մանկապարտեզ ունեմ։ Տարիքով մարդիկ են գալիս, ուզում եմ բոլորին հրավիրեմ ստեղ, լավ ուրախացնեմ։ Այս շատ լավ բան եք մտածել։ Կարելի գանձե ուտեն խմեն, լավ քեֆ անեն, լավ երաժշտություն լինի, մեկ էլ որակյալ սնունդ։ Շատ լավ, մոտավորապես ինչ քանակի մասին է խոսքը։ Թիվը կճշտեմ ձեզ կասեմ։ Կարևորն այն է, որ մեծ մարդիկ են ուզում եմ լավ քեֆ անեն։ Հենց կուրախացնենք, որ այդ ուրախությունից սիրտենին կկանի, մյուս օրը իրանց հոգի ճաշը կտան։ Լավ հումորով եք։ Կներեք։ Հալիկա ջան։ Պապ կարանք հանդիպենք։ Ես շատ լուրջ խոսալու բան ունեմ քո հետ։ Կարամ, տեղը 10-ը կգամ։ Ես հիմա այգում եմ, բայց դու գնա King's Kitchen, ես հեսա կգամ։ Շատ լավ է։ Գնա խոսա ինչ պետք է։ Ջոմ, ես շատ եմ վախենում։ Լիկա, վախենալու բան չկա։ Ես սաղ ճշտել եմ։ Գնա խոսա, եթե վերջնական ասումա չէ, մենք վաղը գնում ենք, դիմում ենք ու մեզ ամուսնացնում են։ Թե փոշմանել ես, չես ուզում էլ։ Չէ, չեմ փոշմանել։ Բայց եթե դու ինձ սենց փաստի առաջ ես կանգնացնում, ես քեզ պետքա մի բան հարցնեմ ու դու երթվի, որ պետքա ճիշտ պատասխանես։ Լյուբոյի հարցի պատասխան ունեմ։ Ինչի է պապաս ասում, որ դու թմրամոլ ես։ Էդ ճիշտ է։ Մտածում ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Երջանկություն բառը դարձրել ենք սովորական պրիմիտիվ մի բառ, բայց սաղից պայքարը դրա համար է, այդ երջանկության փոքր պահերի համար։ Ուզում իմանաք, ամենածանր, ամենամութ պահերին էլ կարող եք գտնել երջանկություն, եթե ճիշտ մարդկանցով եք շրջապատված։ Ես ուզում եմ, որ դուք իրար մեջ գտնեք այդ երջանկության աղբյուրը։ Ուզում եմ, որ ձեր ուրախությունը իմ մեջ չկապեք, որ հասկանաք մեկը մյուսի համար մութ ժամանակ վարված ճարակեք։ Իզուր չի, որ հայերը ընտանիքին օջախ են ասում։ Այդ կարակը, որ ընտանիքի մեջ վարվում է, ինձանով չի վարվում, այլ ձեզանով։ Հա մի բան էլ, որ ճիշտ իմանաք, մայստրոյից չնեղանաք, ինքը մեղավոր չի։ Ու շատ ծանր է տանում, որ ստիպված ձեզ խաբում է։ Անջար, մի հատ քեզ խնդրանք էլի, այս մուզիներից հանգարց երեխեքին չտաս։ Մայստրոն ձուքանից դուրս չի գալիս։ Այսքան այսօր։